Սիրելի հայրենակիցներ, շարունակվում է մեր ուղիղ եթերը։ Ուրեմն ավելացնեմ այդ մասով, որ ասեցի քաղաքացիական դատարանի այդ դիմումի հետ կապված, պատկերացնում եք, ասենք դիմումը չի շտկվում, այսինքն չի քարտուղարության կողմից ուսումնասիրվում, ուղղակի դիմումը մուտք է արվում, այնտեղ թերություն կա, թերություն չկա, իրանց չի հետաքրքրում եւ նաեւ իրանց գործառույթների մեջ չի էլ մտնում, իրանց պարտականությունների մեջ չի էլ մտնում, որտեվ իրանց ասել են, որ դա ձեր խնդիրը չի, դուք քաղաքացու հայցադիմումը ուղղակի մուտք արեք։ Բայց ես էլ ասում եմ, որ հիմա քաղաքացին կարա մուտք անի, ոնց որ ես էի մուտք արել, ու տենց մի երկու տողի սխալմունք լինի մեջը, ու քաղաքացին նստի 14 օր սպասի, հետ վերադարձ անեն, ասեն այս երկու տողը սխալ է եղել, նորից քաղաքացին նորից հայցադիմումը մուտք անի, մեկ էլ պատահաբար նորից լինի ինձ, որ նորից սխալ թույլ տված լինի, ու պատկերացնում եք, նորից մի հատ էլ 14 օր սպասի։ Էսի դուսակալի տունտունիկ են խաղում էլի։ Դրա համար ես շատ եմ խնդրում, որպեսզի քաղաքացիները չընկնեն քաշքշուկների մեջ, Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններում քարտուղարությանը, ուրեմն այնպիսի մասնագետներ թող այնտեղ հաստիկավորվեն, ուրեմն նստեն, աշխատեն, որոնք կարողանան, ուրեմն իրենց ցենզով եւ իրենց կատարողականով այդ տվյալ հայցադիմումները ուսումնասիրեն, տեսնեն, եթե թերություններ չկա, ամեն ինչ ճիշտ է եւ նոր հայցադիմումը ուրեմն մուտք անեն։ Որպեսզի ավելի կարգավորված լինի եւ ավելի ճիշտ ու քաշքշուկներից ձերս մնան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաեւ ռացիոնալ օգտագործվի թե դատարանի ժամանակը, դատարանի աշխատակազմի դատավորի, թե ուրեմն քաղաքացիների, այս պարագայում հայցվորների, հայցադիմում ներկայացնող քաղաքացիների։ Ուրեմն մյուսը վերաբերվում է մյուս նամակը, որը ստացել ենք, վերաբերվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը եւ մասնավորապես ուրեմն դատախազ Գոհար Մուրադյանին, որը հսկող դատախազն է, ես նամակ էի գրել, այդ նամակի պատասխանն է ուրեմն եկել։ Ընթերցեմ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն Ի պատասխան 2026 թվականի մայիսի 27-ին էի այս նամակը գլխավոր դատախազություն Գոհար Մուրադյանի վերաբերյալ ուրեմն ներկայացրել։ Թիվ D 67818 2026 դիմումի հայտնում եմ, որ Երևան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Գոհար Մուրադյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր առկա չեն։ Հարգանքով կազմակերպական, վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության դատախազ V Դաշտոյան։ Այս մասով ասեմ, ես Գոհար Մուրադյանի առումով ինչու էի դիմում ներկայացրել գլխավոր դատախազին Վարդապետյանին, նրա ուրեմն կարգապահական վիճակների վերաբերյալ, բայց իրանք տեսեք ուրեմն ասում են, որ մենք տեսնում ենք, որ առկա չէ, ուրեմն կարգապահական բան, ոնց եմ ասել, կարգապահական վարույթ հարուցելու ուրեմն հիմքեր առկա չեն։ Ուրեմն էթիկայից դուրս պատկերացնում եք իր վարքագիծը։ Ինձ ասում է դատական նիստերի դահլիճում, ինձ ասում է նայի մյուս անգամ հանգարց ավելի խիստ չլնեմ քո նկատմամբ։ Հիմա դուք ինձ ասեք, ինչ է սա նշանակում։ Այսինքն հոխորտում է ինձ, շանտաժ անում ինձ, վախացնում է ինձ, իր պաշտոնական դիրքից, լիազորությունից օգտվելով։ Ինչ է այս նախադասությունը, ինչ է իր մեջ ասում, լավ։ Ասում նայի մյուս անգամ հանգարց ավելի խիստ չլնեմ քո նկատմամբ։ Իմ հետ դիսկուսի մեջ մի մտեք, բան, սենց այս կարգի։ Արդեն դատական նիստերի դահլիճից դուրս գալու ժամանակ, երբ որ այդ տեսաձայնագրող, չգիտեմ, այդ բանը կամերաները անջատվել է։ Այդ ժամանակ։ Ու հիմնավորումն էլ ասում է, դե ասում է ընտանեկան ամեն դեպքում ասում է Ռուզաննան քննիչի հետ հունվար ամսին ասում է հերահար բանը հարցաքննություն ունեցել, ասել է որ բանը Արմանը չեմ ուզում իմ տեղի իմանա։ Այդ իսկ պատճառով հարգարժան դատարան ասում է, ես ունեմ առարկություն եւ առարկում եմ ամեն դեպքում ընտանեկան բռնությանն է վերաբերվում ասում է հոդվածը 155 հոդվածը, դրա համար այս պահին ուրեմն նպատակահարմար չեմ գտնում Արման Գալստյանի սեկտը, այսինքն արգելանքը սահմանի բացել։ Հիմա լավ հարց է ծագում, տիկին դատախազ, դուք տիկին Մուրադյան, հսկող դատախազ,
Ձեզ եմ ասում հիմա։ Դուք օրինակ տեղյակ եք Ռուզաննա Ղևոնդի Ալլահվերդյանը, ուրեմն ինչ վիճակներից ելնելով է քննիչին ուրեմն այդ ասելիքը ասել։ Օրինակ ասել է Արմանին չեմ ուզում տեղս իմանալ։ Ես էլ ձեզ ասում եմ իրան կարող է վիդեո են արել ու ասել են լսի քեզ ինչ եմ ասում։ Եթե դու հանգարց ոնց ասենք դու տենց չանես կամ տենց չխոսաս կամ տենց քեզ չդրսևորես, թե քննիչի հետ հերրահար հարցակնության ժամանակ, թե քո ծնողների հետ կապված, թե քո քրոջ հետ կապված, թե յուրաքանչյուր մարդու հետ կապված, ուրեմն այս վիդեոները կընկնի սայթերը։ Մենք սայթերը կգցենք, Արմանին կասենք, ցույց կտանք Արմանին այս վիդեոները։ Ու սենց շանտաժ անելու հենքի հիմքի վրա այս մարդուն սարքել են մարիոնետկա։ Ու այս մարդը երեխեքին, մյուսին խափելով, մորը, հորը, աղբորը, քրոջը, բոլորին, քննիչին եւ բոլորին ենթարկվում է եւ հլու հնազանդ անում են ինչ որ իրան ինչ ցուցումներ որ տալիս են։ Օրինակ դուք սրա մասին տեղյակ եք, տիկին դատախազ Մուրադյան Գոհար, հսկող դատախազ, տիկին Մուրադյան, դուք սրա մասին տեղյակ եք, դուք կրում եք պատասխանատվություն, վստահաբար ասում եք, որ նման բան գոյություն ունենալ չի կարող։ Բա դուք ինչից ելնելով եք իմ սեկտը փակ պահում եւ ասում, որ Ռուզաննան ասել է, հետո ինչ, որ Ռուզաննան ասել է, որ Ռուզաննան ասել է, Ռուզաննայի ասածը դոգմա է։ Իսկ դուք տեղյակ եք Ռուզաննային ինչ են ասել կամ Ռուզաննան ինչ ազդեցության, ինչ ճնշումների հիման վրա է այդ ամեն ինչ ասում, որից տեղյակ չեն Ռուզաննայի 7 երեխաները, որից տեղյակ չեն Ռուզաննայի մայրը, հայրը, քույրը կամ Հայաստանում ապրող քույրերը կամ մերձավոր այլ հարազատներն ու բարեկամները, որոնք Ռուզաննայի հետ կապի մեջ են, կամ հենց թեկուս նույն քննիչ Հովհաննիսյան Տիգրանը, որի հետ ինքը հերրահար ուրեմն հարցակնության է եղել։ Դուք վստահաբար կարող եք պատասխանատվություն կրել եւ ասել, որ ուրեմն նման բան գոյություն չունի։ Եթե կարող եք ասել, դրա մասին ուրեմն ասեք, մենք իմանանք։ Բա դուք ինչի՞ց ելնելով եք իմ սեկտը փակ պահում։ Այսինքն ձեր իմ սեկտը փակ պահելով, պատկերացնում եք, դուք հանցագործներին տալիս եք հնարավորություն, որպեսզի նրանք իրենց հանցագործությունը շարունակեն կատարել։ Իրենց կեղտոտ գործը շարունակեն կատարել։ Դուք պլատֆորմ եք ստեղծում տիկին դատախազ։ Առանց պատճառահետևանքային կապը, խնդիրը, առհասարակ ինչա տեղի ունենում, առանց տեղեկությանը տիրապետելու, առանց ինֆորմացիային տիրապետելու, դուք կոնկրետ իրավիճակ եք պահում ու ձեր պահած իրավիճակը նրանում է կայանում, որ դուք ուրեմն ունենում եք առարկություն, իմ սեկտը չեք բացում, որ ես չկարողանամ գնալ, պարզել, իմ ընտանիքս վերամիավորել, իմ կնոջս հետ հանդիպել եւ հասկանալ տեղում ինչա տեղի ունենում։ Հասկանում եք։ Այսինքն դուք նպաստում եք, որ իմ ընտանիքը քայքայվի։ Բայց միևնույն ժամանակ տակը դնում եք մտավախություն, որ Արմանը կարող է գնա իր կնոջը բռնանա կամ չգիտեմ ես իմ ինչ անի։ Իսկ մեդալի մյուս հակառակ կողմում ինչի՞ չեք մտածում, որ կարող է հիմա Արմանի կինը շատ ծայրահեղ իրավիճակների մեջ է։ Ինքը տենց արտիստիկ դեր է խաղում, որովհետև ստիպված է այդ դերը խաղալու, ստիպված է ստելու, ստիպված է սուտ խոսալու, մի խոսքով ներկայացնելու առհասարակ իրականության հետ ընդհանրապես չհամապատասխանող մի վիճակ, բայց արյուտես լրիվ ուրիշ բան է կատարում։ Այդ մարդու կյանքում ու մեր ընտանիքում ու առհասարակ։ Դուք կուլիսներում թաքնված հանցագործներին, որոնք այս վիճակների մեջ բերել են իմ ընտանիքը եւ իմ կնոջը հայտնվածրել են, դուք այդ ամեն ինչից ինֆորմացված եք, տեղյակ եք։ Ես դիմել եմ հակակոռուպցիոն կոմիտե, տիկին Մուրադյան, տիկին դատախազ։ Հակակոռուպցիոն կոմիտեն նամակը ուղարկել է, ես երկուշաբթի օրը վաղը առավոտյան կստանամ, հասկանամ իրենց պատասխանը, ինչ պատասխան են իրենք տալիս։ Որպեսզի պարզենք, հասկանանք, ով ինչով այս ամեն ինչի մեջ շահագրգռված։ Հիմա ես ուզում եմ հասկանամ տիկին դատախազ, ձեր շահագրգռվածությունը ինչու՞մն է կայանում։ Դուք ո՞նց եք միակողմանիորեն առարկում եւ նպատակահարմար չեք գտնում։ Դուք նպատակահարմար չեք գտնում միայն այն պատճառով, որ Ռուզաննան քննիչին ասել է Արմանին տեղս չեմ ուզում իմանալ, բայց Ռուզաննային էլ կարող է Պողոսն ասել, որ հանգարց կասես տեղս չեմ ուզում իմանալ։ Սովորացրել է ասել տենց կասես։ Իր կամքին կամ արտահայտմանը հակառակ։ Շանտաժ անելով Ռուզաննային, վիդեոյով, ինչ-որ մի բան տեսանկար անելով, ասելով, վախացնելով, դուք տեղեկություն ունեք, հստակ տեղեկություն ունեք, որ նման բան կա կամ նման բան չկա։ Բայց եթե չունեք, ինչի հիման վրա եք դուք իմ սեկտը փակ պահում սահմանի։
եւ առարկում եւ նպատակահարմար չեք գտնում։ Դատարաններ ձեր որոշումը ուրեմն բավարարում է եւ մերժում է իմ միջնորդությունը մասնավորապես այն մասով, որ խնդրում եմ ինձ ընձեռնել հնարավորություն ուրեմն գնալու այցելելու երեխաներից ուրեմն տեսակցելու։ Voice-երը, գալասավոյները, ձայնագրություններն եմ դրա մեջ ներգրավում ուրեմն լազերային սկավառակով, ինչպես նաև էկրանապատճենները, այսինքն սկրինշոթերը WhatsApp-ով իրancs հետ հարաբերվելու, որ ժամանակ առ ժամանակ հարաբերվել է։ Սա ուրեմն տիկին դատախազի եւ Հայաստանի Հանրապետության դատախազության ուրեմն ուղարկած դիմումի հետ կապված, որը էլի քննարկման առարկա է իմ համար եւ նորից ես դիմելու եմ էլի դատախազություն, որ հասկանանք թե ինչու իր կեցվածքի պահվածքի հետ կապված ուրեմն իրենք նպատակահարմար չեն գտել ուրեմն կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չեմ տեսել այս ամեն ինչի մեջ։ Էս պահով։ Մյուսը ես ինքնաբացարկ եմ հայտնել, ասել եմ, որ չեմ ուզում, որ Գոհար Մուրադյանը լինի հսկող դատախազը։ Իմ ինքնաբացարկի հայտնելուց հետո ես հələ որ դա նամակ չեմ ստացել եւ միևնույն ժամանակ երկրորդ վարույթով, որը էլի այս նույն գործի շրջանակներում է, նորից տիկին Մուրադյանն է եղել հսկող դատախազը։ Հիմա ուզում եմ միատել երկուշաբթի օրը վաղը, պարզենք նաև այս կապակցությամբ, թե խիա նորից այս նույն դատախազը, ինչու չեն դատախազին փոխարինել մեկ այլ ուրիշ դատախազով։ Սա ուրեմն դատախազության առումով։ Իվարկյանց թե տեսնենք, էլ ինչ նամակ են մեզ ուղարկել։ Էլի դատախազությունից նամակ ունենք, սա էլ ամսի 11-ին հուլիսի ուղարկել են, հեսա սա տեսնենք ինչ է։ Հարգելի պարոն Հովհաննիսյան, ձեր քննարկմանն եմ ուղարկում 2025 թվականի հուլիսի 7-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն ստացված Արման Գալստյանի դիմումը, խնդրում եմ արդյունքների մասին հայտնել դիմումատուին Արդիր 5 թերթ, երկրորդ հասցեատիրոջը։ Իգիտություն հարգանքով մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Ա. Հարությունյան, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն։ Սա ճիշտ ասած չհասկացա դատախազությունը ինչի մասով է, երևի կսպասենք, ես Արդիր 5 թերթը կուղարկեն, կտեղեկացնեմ ձեզ։ Սա էլ է դատախազությունից։ Մյուս մեր դիմումի պատասխանը տեսնենք որտեղից է, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուրեմն դատական խորհրդի աշխատակազմ դատական դեպարտամենտ։ Այսի բարձրագույն դատական խորհուրդն է ուղարկել այս դիմումը։ Երբ որ մենք դատավոր ուրեմն Տաթևիկ Մուրադյանի վերաբերյալ դիմել ենք բարձրագույն դատական խորհուրդ, մասնավորապես այն մասով, որ ինչու է 3 րոպե ուշացման համար հարգելի պատճառ չի համարել, այն պարագայում, որ ես իրենց 48 րոպե դրա առաջվա դատական նիստին ուրեմն սպասել եմ, բացի դրանից այդ 3 րոպե ուշանալուց առաջ 12-ին է եղել դատական նիստը, ինձ 12-ից 1 զանգ են տվել, ես իրենց ասել եմ, որ 3 րոպե կուշանամ, այս մասով են մի խոսքով ուղարկել, հիմա հասկանանք, թե ինչ են պատճառաբանում։ Հարգելի պարոն Գալստյան, բարձրագույն դատական խորհրդին հասցեագրված ձեր 03-07-2026 թվականի դիմումին ի պատասխան հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի առաջին մասի համաձայն դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեն դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը, լիազոր մարմինը, նույն օրենքի իմաստով արդարադատության ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող նախարարը։ Նշված մարմինների կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելուց հետո դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության դեպքում է վարույթ հարուցող մարմինը որոշում կայացնում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու մասին։
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ստանալու դեպքում է միայն, որ բարձրագույն դատական խորհուրդը իրավասու է քննելու նշված հարցը։ Այսինքն իրենք սրանով ուզում են ասեն, որ մենք ճիշտ, այսինքն չենք հասցեագրել մեր ուրեմն դիմումը դատավոր Տաթևիկ Մուրադյանի վերաբերյալ, այսինքն մենք պետք է էթիկայի հանձնաժողով կամ դիմեինք, կամ էլ ուրեմն արտադրության նախարարության ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող նախարարին պետք է դիմեինք։ Սա են ասում։ Ուստի նման պայմաններում շարունակեմ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու ձեր պահանջի լուծման ուղղությամբ գործողություններ բարձրագույն դատական խորհրդում չեն կարող ձեռնարկվել։ Այսինքն գնացեք այնտեղ դիմեք, հետո այնտեղ դիմելուց հետո նոր արդեն մեզ կդիմեն իրենք, եթե կարիք լինի կամ դուք մեզ կդիմեք։ Ինչ վերաբերում է ձեր դիմումի առաջին, երկրորդ եւ երրորդ հարցադրումներին, ապա հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասի համաձայն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով։ Ուստի այդ հարցադրումները վերը նշված հոդվածի ուժով դուրս են բարձրագույն դատական խորհրդի նախագահին, ինչպես նաեւ բարձրագույն դատական խորհրդին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակից եւ դրանց լուծման ուղղությամբ գործողություններ բարձրագույն դատական խորհրդում նույնպես չեն կարող ձեռնարկվել։ Պատկերացրեք, այսինքն բարձրագույն դատական խորհուրդը չունի նմանատիպ լիազորություններ։ Մենք պետք է դիմենք Սրբուհի Գալյանին, Տիկին Սրբուհի Գալյանին իր գլխավորությամբ, իր նախարարության, այսինքն Հայաստանի Հանրապետության արտադրության նախարարություն պետք է դիմենք։ Սա ուրեմն բանը այս մասով մի հատ էլ ոնց որ ստեղ մենք դիմում ունենք, այսը սա էլ ընթերցեմ, սա էլ նորից Հայաստանի Հանրապետության դատախազությունից է եկել այս պատասխանը մեր դիմումի, հարգելի պարոն Մախմուդյան, սա Էրեբուն եւ Նուրբարաշեն քննչական կոմիտեի ղեկավար Ռոման Մախմուդյանի անունով այս դիմումից պատասխանը եկել։ Հարգելի պարոն Մախմուդյան, քննարկման նպատակով ուղարկում եմ Արման Գալստյանի կողմից Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին հասցեագրված դիմումը անհրաժեշտ արդյունքների մասին հայտնել դիմումատուին արդիր էլեկտրոնային ֆայլ երկրորդ հասցեատիրոջը։ Վարչական շրջանների դատախազ արտադրության երկրորդ դասի խորհրդական Էդմոն Հովհաննիսյան։ Հա, սա էլ որ ես դատախազությանը դիմել եմ, ուրեմն դատախազությունն է գլխավոր դատախազությունը իր հերթին Էդմոն Հովհաննիսյանին, այսինքն վարչական շրջանի Երևանու վարչական շրջանի դատախազին ցույցում է տվել, հրահանգել է, որպեսզի հարգելի պարոն Մախմուդյանին երեներից ցույցում տա, որպես հսկող դատախազ, որպեսզի ինձ անհրաժեշտ արդյունքների մասին ուրեմն հայտնել։ Սա էլ այս մասով, բայց դեռ չեն հայտնել, կսպասենք, որպեսզի հայտնեն։ Ուրեմն այսքանը, սիրելի ժողովուրդ, իմ տված դիմումների պատասխանների հետ կապված, վաղը առավոտյան ես նորից պոչտայից կստանամ հակակոռուպցիոն կոմիտեի ինձ ուղարկված ուրեմն իմ դիմումի պատասխանը եւ նորից ընդեղ էլի դիմումներ կան, չեմ ամեն ինչ դիմումներ են ուղարկել, կպարզեմ ինչ դիմումներ են, կվերցնեմ այդ դիմումները, նորից կմտնեմ ուղիղ եթեր, ձեզ կտեղեկացնեմ իմ տված դիմումների ուրեմն պատասխանների, թե ինչ պատասխաններ են ինձ տվել։ Իսկ ինչ վերաբերվում է կնոջս եւ երեխաներիս հետ կապված, ես ունեմ տեղեկություն, որ նրանք արդեն մեկ շաբաթ է, մի քիչ ավել, մոտ մի 8 օրին նոր, ուրեմն գտնվելով իր քրոջ տանը Նավառասիսկում, տեղափոխվել են մեկ ուրիշ քաղաք, այդ քաղաքից, այդ քաղաքի հետ կապված Պեմզա քաղաք են տեղափոխվել, որը Մոսկվայից
ուրեմն հեռավորությունը մոտավորապես 400 քանի կիլոմետր է, 400 կիլոմետրից մի քիչ ավել։ Հիմա ես իմ տեղեկություններով եւ նաեւ իմ կապերով ընդեղի FSB-ով հիմա ճշտում ենք, թե նրանց կոնկրետ գտնվելու վայրը եւ տեղանքը երկու հարգանի տան մեջ են ապրում, կինս իր երեխաներից միասին, այսինքն դպրոցական արձակուրդներ է եղել, տեղափոխվել են քրոջ տանից, այսինքն Հայկանուշ Ղևոնդի Ալավերդյանի տանից դեպի Պեմզա քաղաք։ Ուրեմն այնտեղ պատճառաբանություններ են բերել, չեմ ամի խոսքով, սա հիմա պարզաբանման էս փուլում ենք։ Ես սա իմ տեղեկություններով, սա ինձ Հայաստանի Հանրապետության ոչ ոստիկանությունը, ոչ թրաֆիկինգի բաժինը, ոչ ազգային անվտանգությունը, մի խոսքով ոչ մի պատկան մարմիններ ինձ տեղեկություն այս մասով չեն հայտնել։ Սա իմ տեղեկություններով է, որտեվ ես էլ այնտեղի Սլեցվինի կոմիտետից, մի խոսքով, այնտեղի ոստիկանությունից, FSB-ից ես էլ մարդիկ ունեմ, ինձ ինֆորմացիա են տալիս ամեն րոպե, ամեն ժամ, իրենց տեղաշարժման հետ կապված, ոնց են, ինչով են զբաղվում, մի խոսքով, իրենք նորից իմ անմիջական հսկողության տակ են, քանի որ ստեղ Հայաստանի Հանրապետության ուրեմն պատկան մարմինները ինձ տեղեկություններ նրանց գտնվելու վայրի մասին շարունակ 8 ամիս ինձ չեն տալիս, ուրեմն իմ տեղեկությունները բոլորովին իմ տեղեկություններն են, այսինքն իմ ինֆորմացիան է, պատկերացրիք, որը հստակ է ու կոնկրետ, այսինքն Հայաստանի Հանրապետության ոչ քննչական կոմիտեն, ոչ պատկան մարմինները ինձ տեղեկություն չեն տվել իմ կնոջ, իմ երեխաների գտնվելու վերաբերյալ։ Միայն ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի գլխավորությամբ ինձ տեղեկություն է տրվել, որ հարգելի պարոն Գալստյան, որի մասին ես ձեզ ասել եմ, որ դեկտեմբերի 2-ին 615 չվերթով դեպի Կրասնոդար, ուրեմն ուղղությամբ Զվարթնոց օդանավակայանով 7 երեխաները եւ կինը լքել են պետական սահմանը։ Այսքանը, բայց թե Կրասնոդար կոնկրետ որ հասցեում են գրանցված, ռեգիստրացիա եղած, որտեղ են ապրում, ինչ տան մեջ են ապրում, որևիցե մի տեղեկություն, որևիցե մի պատկան մարմնից, որևիցե մի կառույցից ես չեմ ունեցել։ Բոլոր տեղեկություններս, որ ինքը ապրում է ուրեմն Կրասնոդար առաջ սկզբից հորն ու մոր հետ եւ եղբոր հետ Կրասնոդար քաղաքում էր ապրում, հետո էլ տեղափոխվել է Նավարասիսկ քաղաք, որը 160 կիլոմետր հեռու է Կրասնոդար քաղաքից, ուրեմն քրոջ տան մեջ է ապրել, հիմա էլ արդեն մոտավորապես 8 օր է, մի շաբաթից ավել 8 օրի նոր տեղափոխվել է Պեմզա քաղաք, որը ուրեմն 1500 կիլոմետր ուղիղ հեռու է Նավարասիսկից, Պեմզա քաղաքը, որը եվրոպական բանի, Ռուսաստանի, Եվրոպայի եւ Ռուսաստանի սահմանին մոտ գտնվող քաղաք է։ Մոսկվայից 400 քանի կիլոմետր ուրեմն հեռավորության վրա գտնվող։ Հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որպեսզի պարզան կոնկրետ իր գտնվելու վայրը։ Ուրեմն Ռուզաննա, լսի, ուր որ դու կգնաս, ուրեմն լսեք, այ բոզի տղեկ, ուր որ Ռուզանին կտանեք երեխեքի հետ միասին, ուր որ կտանեք այս մոլորակի վրա, ես ձեր շարժը հետևում եմ։ Ուրեմն հանկարծ չկարծեք, իմ ձեռը պուլսի վրա է, մեր պատկան մարմինները ինչ են անում, ինչ չեն անում, ինչով են կարող աջակցեն, հեսա ամեն ինչ կանեն, ես վստահ եմ եւ հուսով եմ, որ ամեն ինչ կանեն, որպեսզի մի ժամ շուտ ձեր նման լրփի վաստակներին, ձեր պռոշները ասֆալտին քսելով, կանդալները ձեր թևերին գցած ձեռնաշղթաները բերեն Հայաստանի Հանրապետություն եւ դուք կրեք պատասխանատվություն ձեր ոչարագործության եւ ձեր հանցագործության համար իմ ընտանիքի նկատմամբ եւ իմ ընտանիքի վերաբերյալ, որ այս 9 ամիս է դուք ինձ ու իմ երեխաներին, իմ կնոջը sense դժողքի միջով եք անցկացնում։ Այդ որ իմ երեխեքին տենց կոմֆորտ զոնա եք ապահով է, այդ իմ կնոջը որ տենց վախացնելով, շանտաժներով, այդ ամեն ինչը կազմակերպել եք, չի ստացվելու ձեր մոտ, նորից եմ ասում։ Դուք բոլորդ նորից եմ ասում, պոլիգրաֆ տեսակի սարքով, ինցիպիլյար սարքով, դուք բոլորդ հարցաքննվելու եք։ Ռուզաննան եւս հարցաքննվելու է։ Ռուզաննան կենթանի վկա է, որը պատմելու է ծերից ծեր, ինչա իր հետ կատարվել, ժամ առ ժամ։ Չկարծեք, որ որևիցե մի ձևով կարաք ճողոպրեք, սա լղոզեք կամ ինչ-որ մի բան շինեք, սարքեք, չի ստացվելու ձեր մոտ։ Հասկացաք ինչ եմ ասում։ Ձեր փրկությունը մի ժամ շուտ իմ կնոջ իմ երեխաներին ուղարկելն է տուն Հայաստանի Հանրապետություն։ Շատ վատ ալնելու ձեր վիճակը։ Մի հատ եմ ասում, լրփի ծնունդ,
ամենայն զսպվածությամբ եւ համբերատարությամբ քեզ ասում եմ քո վիճակը շատ ահավոր է քեզ բոլոր օգնողների կազմակերպողների միջև վերջին մարդը միջև վերջին ոստիկանը վերջին քննիչը վերջին մարդը ասում եմ այս կծիկը քանդվելու է ոչ մի բան չի լինելու տենց ուղակի անցնի գնա լսում եք ինչ եմ ասում Իսկ դու Հայկանուշ Ղևոնդի Ալավերդյան, երբ որ մարդիկ քեզ զանգահարում են իրենց բարի նպատակներով, որ ուզում են որ այս ընտանիքը միանա կառուցողական, ուրեմն եթե դու ըստ էության կամ չգիտես կամ դու էլ հանցագործ ես, գործով ես, փող են քիթ ու մրթիթ լցրել, լափել ես այդ փողերը, ու այդ փողերի վիճակների մեջ տենց հիմար բաներ ես դուրս տալիս։ Ինձ ես փորձում վարկաբեկես, իմ հեղինակությունն ես փորձում վարկաբեկես մարդկանց մոտ, նորից եմ ասում Մոլորակով մեկ քեզ խայտարակ կանեմ, քեզ խելոք պայի, են ձեր սաղ այիբը, ոնեմ որ խայտարակ լնելու երևույթ եք դուք խայտարակ լնելու երևույթ եք, գոնե իմ մեծահոգությունից օգտվեք, որ լռում եմ, ձեր մասին ավել պակաս բաներ չեմ խոսում, հերու մնացեք իմ ընտանիքը քայքայելուց եւ իմ ընտանիքը քանդելուց, այդ երեխեքի հոգեբանության վրա լաք եք թողելուց, այդ երեխեքի ճակատագրերը խեղաթյուրելուց, այդ երեխեքի ճակատագրերը սխալ կերտելուց եւ սխալ ճանապարհ տանելուց, դուք չեք պահելու այդ 7 երեխեքին, լսում եք ձեզ ինչ եմ ասում, դուք անբարոյականներ եք, դուք ոչրագործներ եք, որոնք իրենք օժանդակում են հանցագործների, ուրեմն արարքների, որ վաղը մուսոր ասեք, «Ոայ մենք չգիտեինք, բա որ մենք իմանայինք, բա որ sense, բա իմանայիք, բա զատիկից հետո կարմիր ձունումն է պետք»։ Բա դուք գիտեք պատասխան չեք տալու։ Արմանը շանտաժը բան անում, սպառնում, հա, ես իմ ինչամ, ինչ սպառնալու մասին է խոսք, այ անասունի վաստակներ, վեկալել եք երեխեքից գողացե 9 ամիսը տարել եք ինձ sense վիճակի մեջ եք դրել։ Բա որ ես էի հիմա կախվել էի, բա որ ես էի հիմա ինձ մոստից գցել էի։ Այսինքն իմ մահն էիք ուզում դուք։ Հիմա դուք իմ մահն եք ուզում այ անասուններ, հա։ Բա մարդին իր երեխուց 7 երեխուց կառնեն կտանեն, աբյուզերա, բռնարարա, ես իմ ինչա, լուրջ եք ասում, բա տենց պետք է ասեիք, բա ինչ պետք է ասեիք։ Բայց հանցագործները որ տենց վիճակներ են ապահովել, նրան ապահովել են, ասեն այս վիդեոտ նայի, ինչ են քեզի ասում, այս վիդեոտ կընկնի սայթերը։ Մարդը կտենա, երեխեքդ թե որ հիմա քեզի հավատում են, էլ չեն հավատա։ Քուրդ մերդ սախ կտենանք իմանան։ Լսում ես կամ մնում ես տե քեզի թագու պես սպանում ենք, սախ կուժնուկ ուլեն, ջարդում ենք Արմանի գլխին, Արմանին սարքում ենք խավության նոխաս, կամ էլ նայի։ Քեզի մեծ վիճակի կբերենք, որ մի հատ ժավել խմել մեռնելու վիճակի կբերենք։ Դրա համար ոնց ասում ենք, այտենց անում ես։ Всё, այտենց ոնց ասում է, մարիոնետկի պես, այն տրյապկի պես ենթարկվում է։ Պետքա մորը խափի, մորն է խափում, պետքա քննիչին խափի, քննիչին է խափում։ Պատկերացրիք, բայց դուք չեք կարողալու խափեք։ Ոչ մեկը չեք կարողալու խափեք։ Իմ կինը ինձ սիրում է, ես իրան սիրում եմ, իմ երեխաները ինձ սիրում են։ Այն մարդիկ, ովքեր կուզենան իմ ընտանիքը քանդեն, քայքայեն, որևիցե մեկիդ մոտ չի ստացվելու։ Ավելի շուտ դուք ձեր հելաստեղից ներս կմտնեք, քանց թե իմ ընտանիքը կքանդվի։ Հասկացաք ձեզ ինչ եմ ասում։ Չի ստացվելու ձեր մոտ։ Իզուր մի ժամանակ մսխեք ու ավելի բարդացրեք ձեր իրավիճակը, ավելի մասշտաբները լայնացրեք։ Նորից եմ ասում, վաղը նորից ձեզի էլի նորից մի օր եւս Աստված ձեզ ժամանակ է տալի։ Աստված իմ միջոցով ձեզ ժամանակ է տալի։ Ինձ լցնելով համբերությամբ, ինձ լցնելով զսպվածությամբ, ինձ տալիս է այն հոգեվիճակը, որ ես ձեզ տամ ժամանակ, նորից ուշքի գալու, խելքի գալու, ու այդ ֆանտաստիկ ժանրի այդ կինոների մեջ, տենց կինոների տակ մնացած վիճակներից դուրս գալու։ Չի ստացվելու։ Լսում եք ինչ եմ ասում։ Չեմ թողնի ես։ Չի լինի։ Դուք ինչ չեք կարող խափեք, ու իմ ընտանիքը չեք կարող քանդեք։ Ոչ այդ երեխեքի վիզը կարող ծուր թողեք մորից, ոչ այդ երեխեքի վիզը կարող ծուր թողեք հորից։ Այդ երեխեքը ունենալու են եւ մայր, եւ հայր, եւ իրենց մայրն ու հայրը ապրելու են իրենց հետ միասին, մինչեւ մահ չբաժանի նրանց, մինչեւ մահու գերեզման։ Հասկացաք ինչ եմ ասում։ Ելնեք երկինք, իջնեք ներքև։ Աշխարհի փող ունենաք, աշխարհի սվյազնու կապն ունենաք, չի ստացվելու։ Իմացեք, ես զադնից կորուս չունեմ։ Ես կայնած կմեռնեմ, չոքած չեմ ապրի։ Ու ձեր նման պղծի ծանոթ հանցագործներին բոլորին հայթայթելու ենք, որ այսպես հայկական, ավանդական, բարեկեցիկ, օրինակելի ընտանիքները այսպես ворթի պես, լրփի վաստակի պես մտնում են ու սկսում են քայքայել ու քանդել։ Այսպես նորմալ աղջիկներին, այսպես շեղում են իրենց աստվածային ճանապարհից,
բաժակների մեջ վազբուժդայություն են գցում, ես իմ ինչ են անում, ոնց են խտտում, ոնց են պտտում, թրաֆիկինգի ենթարկում, լավ կաբրես, փող կունենաս, այս կանես, այն կանես, սենց վիճակները ապահովելով վիդեոներ են անում, վերջը տանում սեռական հետները հարաբերություն ունեն, մի բան անում են, վերջում այդ վիդեոյով շանտաժ են անում, ասում են նայ այս վիդեոն ցույց կտանք հանգարց sense կամ այնց, հասկացաք, ձեր նման պիղծ բիժվածքներին, որ ձեր մերը 25 կոպեկ չի ունես, դա ձեզի աբորտ անի, բոլորիդ հայթայթելու ենք։ Ես թույլ չեմ տալու, որ Հայաստանի Հանրապետությունում իմ հայ ժողովրդի ընտանիքները քայքայվեն եւ քանդվեն։ Թույլ չենք տալու։ Իմացեք։ Աստված ձեզ պահապան, սիրելի ժողովուրդ, բոլորից շատ սիրում եմ, շատ գոհ ու շնորհակալ ու զգացված եմ բոլորից հետ, ինձ աջակցելու, այսքան ժամանակ իմ կողքը լինելու, 24 ժամ ինձ զանգելու, իմ մասին մտահոգվելու, հաղորդագրությունների եւ ինձ օգնելու եւ աջակցելու համար։ Այսօր այսքանը, վաղը նորից կմտնեմ եթեր եւ այդ նամակները ստանալուց հետո ուրեմն կհասկանանք ինչ պատասխաններ ունեն մեր տրված դիմումները պատկան մարմիններին։ Միևնույն ժամանակ տեղեկացնեմ ձեզ, որ այսօր իմ հետ նաև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ուրեմն մամլո քարտուղարն է կապնվել, իմ էջին գրել է, ասելով, որ վաղը ինձ հետ կկապնվեն, որ պարզեն հասկանան, թե քննիչ Նարեն Ազարյանը ուրեմն ինչու ինձանից 30 օր շարունակ լրացուցիչ դատաբժշկական միջնորդություն չի ընդունել եւ անընդհատ ինձ խաբելով, ցրելով, իմ ժամանակը մսխելով 30 օր անց նոր այդ դիմումը ընդունել է։ Վաղը ես պետք է գնամ, ուրեմն քննչական կոմիտե պետք է ինձ զանգարեն, ես մոտենամ քննչական կոմիտե, որովհետեւ այդ հարցը բարձրաբանենք, հասկանանք ինչն է եղել պատճառը։ Այսքանը սիրելի ժողովուրդ, բարի գիշեր եմ ձեզ մաղթում, բարի երազներ, Աստված պահապան բոլորիս։